Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հաղորդաշարի առջև խնդիր է դրել նաև մեր հանրությանը ձեզ բոլորիդ ներկայացնել այն անվանի հայորդիներին, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով ցավոք սրտի մինչ այժմ մոռացության են մատնվել կամ համապատասխան արժանի ուշադրության չեն արժանացել։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է ջավախահայ նշանավոր մշակութային գործիչ Գրիգոր Վանցյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստան Հանրապետության տնօրեն բանասիրության տեխնացու Վահագն Սարգսյանը եւ պատմական գիտությունների տեխնացու Վահե Սարգսյանը։ Բարի գալուստ, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Գրիգոր Վանցյանի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Վաստակաշատ մտավորական Գրիգոր Վանցյանը ծնվել է 1870 թվականին Ջավախ Կաշխարի Ախալքալակի գավառի Բեժանով գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սուրբ Մինաս եկեղեցունքից ծխական դպրոցում, ապա 1885-ից 90 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հովհաննես Թումանյանի հետ մասնակցել է ապագա ձևավորվելիք Վերնատան խմբակի աշխատանքներին։ 1890-ից 94 թվականներին Ախալքալակում աշխատել է ուսուցիչ, զուգահեռ կատարելով գիտական աշխատանք։ 1895-ից 99 թվականներին սովորել է Բերլինի համալսարանում։ 1901 թվականին դասավանդել է Երևանի թեմական դպրոցում, ապա Թիֆլիսի առևտրական դպրոցում։ Մամուլում հանդես է եկել լեզվաբանության, պատմության, ազգագրության, իմաստասիրության, մանկավարժության, գրականագիտական, հրապարակախոսական, ջավախահայության վերաբերյալ գիտական հոդվածներով, գրախոսականներով, թարգմանություններով։ Մշտապես եղել է ջավախահայության կողքին։ Ախալքալակից Թումանյանի հետ ընտրվել Ղազարոս Աղայանի գրական եւ մանկավարժական գործունեության 40-ամյակի հանդիսության ներկայացուցիչ։ Մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Հովհաննես Թումանյանի հետ, ում ոգեշնչել է Փարվանա բալադի ստեղծմանը։ Մահացել է 1908 թվականի մայիսի 5-ին։ Թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը չի պահպանվել։ Նրա անունով է կոչվել Բեժանոյի միջնակարգ դպրոցը։ Պատմագիտական, քերականագիտական եւ մանկավարժական աշխատություններն ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Պարոն Սարգսյան, հարցը հաղորդումը ձեզնից սկսենք որպես Վանցյանի հետ կապված գլխավոր մեղավոր։ Ինչպես արդեն նշեցի, անշուշտ Գրիգոր Վանցյանը մեր մշակույթի ոչ միայն ջավախահայ, այլև 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի գիտության նշանավոր եւ վաստակավոր մշակիներից է, ում անունը ցավոք պետք է նշեմ, ընդունեմ, որ անհայտ է կամ շատ քչերին է հայտնի։ Եվ որպես այդ հարցի տրամաբանական շարունակություն նաև ներկայացրեք Վանցյան, Թումանյան այդ բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, որը օրինակելի կարող է ծառայել շատերիս համար։ Կենսագրականում հեռուստադիտող արդեն շատ բան լսեց, շատ չմանրամասնենք, միանգամից նշենք, որ Գրիգոր Վանցյանը ծնվելով Ջավախքում փոքր ժամանակատված տեղի ծխական դպրոցում կրթություն ստանալուց հետո ընդունվում է հարազատների ջանքերով Ներսիսյան դպրոց, այնտեղ էլ հենց ծանոթանում է Հովհաննես Թումանյանի հետ, չնայած տարիքով մի քանի տարի փոքր կրտսեր դասարան է եղել, դե գիտենք Թումանյանը կիսատ է թողել ուսումը, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում երգելու բերումով դե նյութական ծանր պայմաններից ելնելով պետք է նրանք իրենք հոգային իրենց ուսման ապրուստի կեցության ծախսերը, այդ եկեղեցում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում երգելու բերումով էլ ծանոթանում է եւ ծանոթությունը կարելի ասել մի նոր պատմական սկիզբ է դառնում եւ շատ այսօր արժեքներ կարող ենք ասել հայ բանահյուսության մեջ չէինք ունենա, եթե չներ այդ Փարվանան հենց Վանցյանի շնորհիվ է, չէ՞։ Հենց Փարվանան Վանցյանը ուսանողական տարիներին է մեր հստատիտողներին ներկայացրեք։ Այո, այդ գեղեցիկ լեգենդը ուսանողական տարիներին, ներսիսյանական տարիներին հենց Վանցյանն է պատմել, Թումանյանի իր ծոցադեդրում մինչև որս էլ պահպանվում են Թումանյանի ժառանգների արխիվում, Թումանյանի ծոցադեդրում, որ Վանցյանն է այս մասին պատմել։ Այսինքն Վանցյանին եք նաև պարտական, որ Թումանյանը մեր սերունդներից Փարվանա է։ Արդեն 1901 թվին առաջ անցնելով նշենք, որ Թումանյանն այցելելով հենց Փարվանա Վահան Տերյանի ավակ եղբոր Ջավախից ուղեկցությամբ արդեն միսուարուն է տալիս այդ Վանցյանի պատմած փոքրիկ պատմությանը։ Եվ այսօր ունենք կոլորիտից ավելի ներշնչվելով ազդվելով։ Եվ այսօր բարձրաժեք գործ ունենք Փարվանա բալադը մնայուն արժեք հայ գրական գանձարանում։ Շնորհակալություն։ Ջավախ աշխարհը իսկապես բազմաթիվ, եթե թվարկենք հարյուրների կհասնի,
հանրահայտ գործիչների հետ է, ինչպես ազգային հասարակական ոլորտից, այդպես էլ մշակութային։ Եվ այդ փաղանգի մեջ, այդ տասնյակների, հարյուրավորների փաղանգի մեջ պետք է արդեն այս հրատարակությունից հետո ընդունենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը իր վաստակով առանձնահատուկ տեղ է գրավում։ Իսկապես առանձնահատուկ տեղ է գրավում, հանիրավի մոռացված, նա այն ունիվերսալիստներից էր մեր հայագիտության մեջ, որ զբաղվում էին մի շարք ճյուղերով։ Նա միայն գրականագետ եւ լեզվաբան չէր։ Նա հայոց պատմության լավագույն գիտակ եւ մասնագետ էր։ Նա փիլիսոփա էր, նա մանկավարժ էր, ընդ որում ոչ պասիվ, այլ թեորետիկ էր։ Նրա բոլոր գրքերի, դասագրքերի հիմքում մեծ տեսություն կա։ Նա կարողացել էր հասնել մինչև անգամ Հեգելի գեղագիտության ուսմունքին եւ շատ հաճախ կիրառում էր դա դասագրքերի կազման մեջ։ Այսինքն այդ դասագրքերը տեսականորեն հիմնավորված, փաստարկված։ Նա նույնիսկ աշխատություններ ունի ոչ միայն ազգագրությանը վերաբերող, ոչ միայն մեր լեզվաբանությանը, այլ համընդհանուր, ուրեմն համեմատական լեզվաբանությանը, պատմական, համեմատական լեզվաբանության։ Նա ունի աշխատություններ տիեզերաբանությանը, տիեզերագիտությանը նվիրված, մի բան, որ ուղղակի հիմա մտածում եմ անցած 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին որտեղից է այդքան տեղեկատվություն էնցիկլոպեդիկ գիտելիքների եւ գործունեության տերանձնավորություն։ Այո, եւ 1905 թվականին նա հրատարակեց հայ հեղինակներ գիրքը, որ հետագայում 5-6 արդեն 6-րդը մենք արեցինք, ուրեմն հրատարակություններ ունեցավ, վերահրատարակություններ, նորից մշակվեց եւ վերամշակվեց, իր մահից հետո հրատարակվեց, որովհետեւ այդ առումով այդ հանրահայտ աշխատությունը հայ հեղինակները, այո, հատորից զատ, նաեւ առանձին տեսքով ժամանակն է որպեսի կրկին վերահատարակվի։ Ոչ թե հատորների, որի մասին իհարկե մանրամասն ես ասեմ, սա իհարկե ժամանակի համար արված գործ է։ Այսօր եթե հրատարակենք, այս ձևով չենք հրատարակի հայկական ժամանակակից դպրոցի համար, իհարկե այս ձևով չենք հրատարակի, բայց սա շատ կարևոր դեր ունի մեր եւ մանկավարժական մտքի զարգացման, ձևավորման գործում, եւ հայ գրականության հատկապես պարբերականացման համար։ Առաջին անգամ նա փորձ էր անում հայ գրողներին դասակարգել ճիշտ հերթականությամբ եւ ճիշտ տրամաբանությամբ։ Այսինքն մեթոդաբանական նաեւ գրական մեթոդաբանությունը, գրականագիտական մեթոդաբանությունը ճիշտ օգտագործելով։ Բերեմ մի պարզագույն օրինակ։ Նա ասում է. Խաչատուր Աբովյանից հետո Պերճ Պրոշյանը շատ ավելի մի քայլ առաջ անցավ իր ուսուցչից։ Ինչով։ Ավելի ռեալիստորեն նկարագրեց հայ իրականությունը, հայոց հասարակությունը։ Բայց գեղարվեստական առումով, որովհետև նա միագիծ եւ նպատակասլաց չէր նրա գրականությունից, ուղիղ գրեթե ցիտատ եմ բերում հենց Գրիգոր Հովհաննիսյանից։ Նրա գրականությունը, ասում է, կապրի միայն ազգագրական, ուրեմն ծեսերի, ուրեմն տրադիցիոն նկարագրությունների համար։ Կամ ասենք Հովհաննես Հովհաննիսյանին նկարագրելիս ասում է մենք միշտ զարմանում ենք թե ով պետք է Ռաֆայել Պատկանյանից հետո լրացնի այն բացը, որ հրապարակախոս տրիբուն պոետից հետո գա անհատի ներշնչանքը, գա անհատի հույզը, որպեսզի հասցնենք մինչև Ավետիք Իսահակյան։ Այսինքն Գրիգոր Հովհաննիսյանը կարողանում էր գրականությունը դիտել իր զարգացման process-ի մեջ, փուլային զարգացման մեջ։ Հետո ասեմ, նա եկավ, հասավ մինչև Շուշանիկ Կուրղինյան ու Լևոն Շանթ, վերլուծեց նաև նրանց ստեղծագործությունը եւ իր միտեղ արված այսպես խոստովանության մեջ ասում է այն հեղինակները, որոնք որ ապրող են եւ շնչող են եւ հիմա զարգացման ու դեռ աշխատանքի մեջ են, այսպես իրենց զգում, դժվար է նրանց գնահատական տալ, դժվար է ամփոփել նրանց արած գործը, բայց Գրիգոր Հովհաննիսյանը այն հեղինակն էր, որ Բելինսկու նման ինչ որ չափով կարողանում էր տեսնել զարգացման process-ը ուր է տանելու, զարգացումը ուր է տանելու։ Այնպես որ մենք գործ ունենք հայ, այսպես ասած, լավագույն հայագետներից մեկի հետ, եւ ի պատիվ Վահե Սարգսյանի, որ կազմեց այդ երկհատորյակը եւ նորից երկհատորյակին առանձին ենք անդրադառնալու ժողովրդին, ես ուզում եմ մի բան էլ ավելացնել եւ անցնենք առաջ։
Հովանես Թումանյանին գրած նամակներում Վանցյանը այսպիսի տողեր ունի, ասում է դեպի ժողովուրդ գնա, ժողովրդականի մեջ քթիր քեզ, դու նրա ծնունդն ես եւ նրա ցավից ու տառապանքից խոսիր։ Այսինքն ինչ որ չափով Վանցյանը կարողացել է մի մեծ ազդեցություն ունենալ Հովանես Թումանյանի վրա։ Նրանք 5 հոգով, մի քիչ առաջ Վահե Սարգսյանը այդ մասին խոսեց, նրանք 5 հոգով կարողացան ստեղծել խմբակ գրական, վերնատան ըստ էության նախատիպը դարձավ եւ ես հասկանում եմ նաեւ Թումանյանի, այսպես ասած, սկզբունքները, գրական մտավորականությունը իմի բերելու, մտավորական բանավեճեր կազմակերպելու, ինքը դրանով երևի թե հղկում էր նաև իր մեծ պոետի սկզբունքներն ու գեղագիտությունը։ Շնորհակալություն, Պաստորեն Սարգսյան, կարող ենք եզրակացնել, որ Վանցյանի գրականագիտական աշխատանքները նաև մեր ներկա արդի գրականագետների համար բավականին ուսանելի եւ կարող են օգտակար եւ նաև քերականական գիտելիքներ, քերականականներին առանձին կանդրադառնանք, իսկ մինչեւ այդ Պիտի խնդրեմ ներկայացնեք Վանցյանի պատմագիտական աշխատությունները, ինչպես դասագրքեր, պատմություն, այնպես էլ նրա հանրահայտ հայ բոշաների վերաբերյալ, եթե ուրիշ աշխատություններ ունի, ավելի լավ։ Գրիգոր Վանցյանը հենց Ներսյան դպրոցն ավարտելուց հետո վերադառնում է ուսուցչության, գավառներ մի փոքր ժամանակ Դերբենդում, Վարդաշենում եւ մեծ մասը մինչեւ իր Բերլին մեկնելը 1882-ից մինչեւ 84 թվականներ մոտ 2-3 տարի Ախալքալակում, հայրենի Ախալքալակում է ուսուցչություն անում եւ այս տարիներին որպես անհանգիստ մարդ, անհանգիստ գիտնական իր շրջապատի հանդեպ շատ չափազանց ու շատ իր անձնավորություն սկսում ուսումնասիրել հայ բոշաներին։ Այսինքն մանկավարժությունը գիտահետազոտական աշխատանքի հետ լավագույնը զուգակցել է։ Ոչ միայն նա ուսումնասիրում է հայ բոշաներին, այլև անվարում է հսկայական քանակությամբ դաշտային ազգագրական հետազոտական նյութ, որը հետագայում մաս տպագրում է մուրճ եւ մի շարք այլ ամսագրերում, հետո վերահրատարակվում են եւ այլն։ Ահա այստեղ նա անցնում է դռնեդուր, Ախալքալակում դե հայտնի բոշա թաղամաս կա եւ Վանցյանը մտնելով տնետուն ուսումնասիրելով, խոսեցնելով նրանց հետաքրքիր առանձնահատկությունները, նիստուկացի եւ այլն եւ շատ հետաքրքիր մի գործունեություն է ծավալում, որը արդեն տպագրված տեսքով փոխանցում է սերունդներին եւ այսօր ունենք մնայուն գործ, որը ազգագրագետների, պատմաբանների, արևելագետների համար շատ կարևոր լեզուներով էլ է հրատարակվել, չէ՞։ Նաեւ ռուսերեն է հրատարակվել, հետո ռուսերենից նորից թարգմանվել է հայերեն, այսպես թյուրիմացաբար, շատ իսկապես լուրջ աշխատություն է։ Բերլինից վերադառնալուց հետո Վանցյանը 1900-ականների սկզբներին 1900 թվականից սկսած արդեն ուսուցչության է անցնում Թիֆլիսում եւ արդեն այս ժամանակ ճիշտ է մամուլում ինքը շատ մեծ քանակի նյութերով հանդես չի գալիս, մեծ քանակի նյութեր չի տպագրում, նախքան այդ մինչեւ 1900-ականների 1800-ականների վերջերն է նա բազմաթիվ գիտական աշխատանքներով հանդես գալիս մամուլում, բայց արդեն 1906 թվականին մեկը մյուսի հետևից հրապարակի վրա է դնում մի շարք գիտական լրջագույն աշխատություններ, ինչպիսիք են նրա հայոց պատմությունը, ինչպիսիք են նրա պատմական քերականություն արևելահայ լեզվին, իմիջայլոց այս պատմական քերականություն արևելահայ լեզվին շատ կարելի ասել կոթողային մի աշխատանք է, որից օգտվել են մեր բազմաթիվ հանջարեղ մեծ լեզվաբաններ Ջահուկյանը եւ մի շարք այլ Էդվարդ Աղայանը եւ մի շարք այլ լեզվաբաններ, այստեղ նա մանրամասն ուսումնասիրում է, տեսեք ինչպիսի հետաքրքիր առաջարկներով է նա հանդես գալիս։ Այսինքն որպես թե հայոց պատմության դասագրքեր եղինակ եւ թե նաեւ որպես քերականագիտության կամ լեզվաբանական նա մեծագույն լեզվաբան էր, Բերլինում ուսանած տարիներին նա խորագույնս ուսումնասիրել էր բազմաթիվ լեզուներ եւ այս պատմական քերականություն արևելահայ լեզվուն նա նաեւ կիրառական նշանակության գործ կարելի է համարել, նա այսպեսի առաջարկով օրինակ հանդես գալիս, ասում եմ մենք պետք է գործածության մեջ դնենք նե դերանունը։ Սա որը դեռևս Դավիթ անհախտից 5-րդ դարից եկել է եւ հետո հետագայում օգտագործվել է Մալխասյանցի եւ
մյուսների կողմից, այո, նաև Պետրոս Դուրյանը հայտնի բանաստեղծություն ունի նե վերտառությամբ, նա առաջարկում է գործնական կիրառության մեջ դնել նե դերանունը, քանի որ ասում է ռուսները ունեն on, ana կամ գերմանացիները ունեն zi եւ այլն, այսինքն տարբերում են նա եկավ, նա տղամարդ է, թե կին է, իսկ մենք ասում ենք նա եկավ, մենք չգիտենք եկողը տղամարդ է, թե կին, եթե ասենք նե դերանուն, որ շատ գեղեցիկ է նաև հնչում, միջայլոց հիմա շատ լայն տարածում է գտնում աղջիկների շրջանում նե անունը, որը շատ ուրախալի է եւ նաև սա նաև կարելի ասել անուղղակիորեն խոնարհում է Վանցյանի այս առաջարկին։ Մյուս կարևոր աշխատություն անշուշտ նրա հայոց պատմությունն է, որը սկզբից տպագրվեց մինչև միջնադար, մինչև Կիլիկյան Հայաստան, այնուհետև երկրորդ մասը մինչև հասցրեց իր ժամանակները, շատ նաև նախ առաջերտին հայրենասիրական խոշոր քայլ էր սա։ Լինելով ուսուցիչ, նա ամեն օր իր աշակերտների այսպես տեսնում էր ծուրվիզ իր աշակերտներին, որոնք այսպես աղերսող հայացքով ուսուցչին նայում եւ դիմում են ուսուցիչ, ինչու մենք սովորում ենք ամեն օր Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Իրանի եւ մնացած պետությունների պատմությունը, բայց չունենք սովորելու, չենք ուսանում հայոց պատմությունը կամ նյութ չունենք։ Այսինքն առաջներտին պետք է այդ Վանցյանի այդ հայոց պատմություն աշխատությունը կամ դասագիրքը գնահատենք ոչ թե պատմագիտական տեսանկյունից նշանակությունը, այլ հենց քարոզչական հայրենասիրական դաստիարակության, այո, մանկավարժության մեջ խոշոր քայլ դասագրքի արկայություն, դասագրքի ստեղծում, որը լրջագույն իրադարձություն է ժամանակի հայ դպրոցների համար եւ ասում է հավասիկ սիրելի աշակերտներ, դուք որ ժամանակին սովորում եք SSS պատմություններ, արդեն հնարավորություն ունեք սովորելու նաեւ ձեր նախնյաց գործերի մեծագործություն, նախնյաց ձեր նախնիներով, այո, նաեւ ձեր նախնյաց մեծագործություններով։ Սա խոսում է Վանցյանի այսպես հպարտ մտավորական լինելու մասին։ Պարոն Սարգսյան, խոսք գնաց քերականության մասին, Վանցյանը կարծեմ 3-4, եթե ոչ ավել, քերականագիտական, լեզվաբանական գրքեր է հրատարակել։ Աշխատությունների կարծեմ նաև բառարանի հեղինակ է։ Այո, ինչպես նշեց Վահե Սարգսյանը, նա գրեց հայոց քերականական պատմություն եւ դասագիրք եւ ուսումնասիրություն, հետագայում նաեւ պատկերազարդ այբուբեն մանուկների համար, որպեսզի երեխաները հեշտորեն մտնեն տառերի աշխարհը, այնուհետև ուղղագրական բառարան։ Այո, գրբանի ուղղագրական բառարան։ Մի բան, որ երևի թե առաջիններից է, դրանից առաջ չեմ հիշում։ Այո, Գասպարյան հեղինակը, ես լրացնեմ պարոն Սարգսյանին, որ Գասպարյան հեղինակը հետագայի ուսումնասիրողներից համարում է առաջին արևելահայ աշխարհաբար լեզվի առաջին բառարան, առաջին ուղղագրական բառարանը։ Ուղեցույց տեսքով որպեսզի ավելի աշակերտի համար ավելի արդյունավետ լինի, որպեսզի բարդ բարի գրությունը հեշտորեն յուրացնի աշակերտը։ Այլ բխում է ներողություն, որպես իր ուսուցիչ նվիրված լինելու իր այս աշակերտների հոգսը հեշտացնելու նաև նպատակ է։ Մի բան եմ ուզում ավելացնել, ես շատ լավ ծանոթացա նաև երրորդ այս պերակին, որը Գրիգոր Վանցյան ուսումնասիրություններ եւ հրապարակումներ է անվանված։ Տեսնեն։ Եվ ես կարծում եմ, այստեղ շատ հետաքրքիր գիտական նյութ է ներկայացված։ Այստեղից նաև ուզում եմ եզրակացություն անել, որ այսպես որ հիմա մենք գովում ենք, բարձրացնում ենք մարդու արած գործը, մեծ մարդու, մեծ հայագետի, որ հանիրավի ասեցի մոռացված է եւ այսօր մի տեսակ մոռացության փոշին ենք փորձում սրբել, բայց միանշանակ չի եղել այս ամեն ինչը հենց իր ժամանակի։ Իր ժամանակին քննադատվել է, իր ժամանակին նույնիսկ համարել են, որ ինչ որ անում է, նա անում է թեթև ձեռքով, շրջանաբաժանումը ճիշտ չի արել, քերականական ուրեմն գործերի մեջ ունի այսինչ թերությունները, պատմագիտական հայացքը այսպես պետք է լիներ, բայց այսպես է արել։ Սակայն երբ որ ժամանակի հեռավորությունից հայացք ենք ձգում, այդ բոլոր քննադատությունները, դա էր, որ հետագայում այ հիմիկվա 21-րդ դարի մտավորականի աչքերով, երբ որ նայում ենք նրա արած գործը, պարզում ենք, որ ի վերջո նրա գաղափարախոսությունը հաղթեց, հայրենասերի, լայնախոհ հայրենասերի գաղափարախոսությունը հաղթեց, եւ այսօր մենք ունենք բաներ, օրինակ արևորթիներ, ունի այսպիսի մի աշխատություն, արևորթիների մասին քննում են, թե ովքեր են այդ արևապաշտները, որ շատերը նմանեցրել են հայերին, ովքեր ապրում են հայկական տրադիցիաներով, շատերը եզդիներին, ինչ որ նույնիսկ պարսկական հետք են գտնում, եւ ինքը արել է ճշգրիտ մի ուսումնասիրություն։ Այսօր ես ուզում եմ իմանալ, ուրիշ աշխատություններից կարող ենք մենք լուր ունենալ եւ կամ ինչ որ գիտական մի նյութ ունենալ արևորթիների մասին եւ նմանատիպ շատ գործեր ունի։
ասելիքս այն է, որ լայնախոհ եւ հեռատես էր այնքան, որ այնուամենայնիվ իր գիտությունը հաղթեց ճակերտների մեջ, իհարկե, հաղթեց նրա գիտությունը։ Եվս մեկ անգամ համոզվում ենք, ինչպես հաղորդման սկզբում ասացիք, Վանյանի բազմակողմանի էնցիկլոպեդիկ գիտնական գիտելիքների տեր եւ գիտնական լինելու մասին, փաստորեն լեզվաբանություն, քերականագիտություն, պատմություն, ազգագրություն, փիլիսոփայություն եւ արևորթիների մասին էլ է նայեն հիմնարար աշխատություն գրել։ Տիեզերագիտություն մի բան, որ հիմա կարող է մի քիչ զարմանալի թվալ, բայց այնտեղ ունենք վարկածներ։ Աշակերտների համար այբենարան գրողը ինչ կապ ունի տիեզերագնացություն։ Այո, հենց հիմա այդ է զարմանալին։ Տիեզերքի ստեղծման վարկածների մեջ ունի ուրեմն համաշխարհային փորձը յուրացրած, ունի այնպիսի եզրակացություններ, որ այսօր այս պայն շատ արդիական են տիեզերագիտության համար։ Այսինքն ֆիզիկոսների, աստղագետների համար, որպեսզի ճիշտ ուսումնասիրեն եւ մարդկության ծագումը, մոլորակների ինչ որ դասավորությունը բան ճիշտ գնահատեն։ Եվ այդ ամենը կրկին մեր հերոստատիտողներին հիշեցնենք, որ կատարողը, հեղինակը ուսուցիչ էր, չարքաշ այն տարիների չարքաշ տաժանակիր կյանքով եւ նյութական վիճակով ապրող նյութապաշտությունից հեռու մի անձնավորություն եւ 38 տարի ընդամենը ապրել է։ Այո, 40 գարուններ չբոլորեց։ Այո։ Պարոն Սարգսյան, մեր հաղորդումը ավարտելով նախ շնորհակալություն ձեզ, որ այս աշխատանքը կատարել եք։ Խնդրում եմ մեր հերոստատիտողներին ներկայացրեք այդ երկու հիմնարար հատորները, որպես կազմող եւ խմբագիր, եւ ներկայացրեք այդ հատորները։ Այդ 40 գարունը չբոլորած հեղինակը Գրիգոր Վանյանը երկու հատոր աշխատություն է մեր ժառանգություն թողել։ Իսկապես սիրով, ես նշեմ, որ երրորդ հատոր, որ պարոն Սարգսյան, այսպես պայմանական երրորդը նշենք, դա Վանյանի մասին գործերն են եւ փոքր բաժնով ներկայացված են Գրիգոր Վանյանի նամակները ուղղված Հովհաննես Թումանյանին եւ Թումանյանը պահպանվել է Թումանյանի արխիվը։ Ցավոք Թումանյանի նամակներ ուղղված Վանյանին ոչ միտեղ դեռևս չեն կարողացել հայտնաբերենք եւ կարելի ասել ներկայումս անհայտ են։ Իսկ այս երկու հատորները բուն Վանյանի գործերն են։ Առաջին հատորը իրենից ներկայացնում է ուրեմն Վանյանի նամականին, հրապարակախոսական ողջ ժառանգությունը, նրա լեզվաբանական եւ հրապարակախոս է եղել, դա մասին մոռացանք։ Իսկապես եւ լավագույն գրաքննադատ նաեւ նրա գրաքննադատական գործերը շատ լուրջ նշանակություն ունեն եւ առաջի հատորում ներառել ենք նրա հայ հեղինակների լավագույն հրատարակությունը, քանի որ ինչպես պարոն Սարգսյան նշեց, 5-6 հրատարակություն ունեցել, շատ պահանջված են նրա։ Իմիջիայլոց նրա գրեթե բոլոր գործերը երևի 4-5-6 հրատարակություն, վերահրատարակություն են ունեցել։ Եվ անգամ հետմահու նրա կինն է վերահրատարակել։ Եվ երկրորդ հատորը ներառում է նրա արդեն մնացած 5 աշխատությունները թվով։ Նա գրքույկ թվով 6-ն է ունեցել եւ ինչպես նշեցինք բազմաթիվ վերահրատարակություններով եւ երկրորդ հատորը արդեն նրա 5 գործերն են, էլի լավագույններն են կընտրել։ Նրա ինչպես նշեցինք պատմական քերականություն, արևելային լեզվի հայոց պատմությունը, գրբանի ուղղագրությունը, պատկերազարդ հայբենարանը եւ դպրոցական։ Այսինքն այս երկու հատորում դուք այդ իմի եք բերել եւ ամբողջացել Վանյանի ոչ գիտական ժառանգությունը, կարելի ասել, որ հավելում եմ ուզում անել, որ գրքերն էլ հրատարակվել են Հայաստան հրատարակչությունը։ Եվ սա նշեմ նաեւ, որ առավել եւս ուրեմն խորհրդանշական է։ Եվ նաեւ քանի որ այսօր Ջավախքում այսպես գրթամշակութային իմաստով այնքան էլ ոչ բարվոք վիճակ է եւ կան բազմաթիվ խնդիրներ, դա առանձին քննարկման թեմա է, կարող ենք մենք սա հիացմունքով փաստել, որ Ջավախի այսօրվա նոր սերունդը կարող է Ջավախայության այդ մշակութային զարթոնքի։ Այո, նախ բարդությամբ լծվել այսպիսի մեծություն, քան որ իր ծոցից է դուրս եկել, ցավոք այսօր Բեժանո գյուղի դպրոցը Վրաստանի օրենքներին համահունչ այլևս չի կրում Գրիգոր Վանյանի անունը, 94 թվականից 1900 նա անվանակոչվել էր այս մեծ հայորդու անունով, իր այն հայրենի գյուղի դպրոցը, Բեժանո գյուղի Ջավախքի, բայց ժողովրդի հոգում սրտում սա կա եւ հուսանք որ այս հաղորդումը եւս ժողովրդի սրտում հոգում կա։ Այո, այս հաղորդումը եւս պաշտոնական Վրաստանի օրենքները այս հաղորդումը եւս նպաստում է, որ Ջավախայի նոր սերունդը լավագույնս ճանաչի իր մեծերին, իր արժանավոր նախնիներին։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մասնակցության համար։ Շնորհակալություն։ Ձեր օգնությամբ, ձեր սրտացավ նվիրված վերաբերմունքի շնորհիվ այսօր մեր հայրենակիցներին հնարավորություն ունեցանք Արարատ հեռուստաընկերության
տաղավարից ներկայացնել Գրիգոր Վանցյանին, մի մշակութային մի այնպիսի մի վաստակավոր գործի, ով 40 տարին չբոլորած այսպիսի հսկայական գիտական տարբեր ոլորտներում ժառանգություն է թողել հայրենասիրության ոգով լեցուն եւ մեր հայրենակիցները այսօր Արարատի եթերից ընթերցողները այս հրատարակությունների միջոցով վերջապես կարողացան կամ հնարավորություն կունենան ծանոթանալ եւ Գրիգոր Վանցյան անունը մոռացության այդ փոշուց մաքրվեց եւ լույս աշխարհ եկավ։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ծնունդով ջավախք աշխարհից հայտնի եւ վաստակավոր մշակութային գիտական գործիչ Գրիգոր Վանցյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։